Պետք է նաև ֆիքսել, որ Ադրբեջանը շատ կարևոր երկիր է դարձել տարածաշրջանային, նրա նկատմամբ ուշադրությունը մեծացել է, նրա արժեքն է մեծացել եւ դրա ի հակադրություն դրա մենք ընդհակառակը պետք է ներկայանանք աշխարհին ուժերի գերլարումով, այդ ուժերի գերլարման հիմքի վրա դիվանագիտությամբ, եթե Ադրբեջանը գնում է Վատիկան, պետք է մենք հնարամտորեն փորձենք իրենից շուտ հասնենք Վատիկան, եթե Ադրբեջանը գնում է Մոսկվա, մենք հնարամտորեն պետք է մի ոց շուտ արդեն այնտեղ եղածած լինենք, նույնը կարող ենք ասել Վաշինգտոն, Բրյուսել եւ այլն։ Եվ հիմա մեր, ինչպես դուք ճշգրիտ նկատեցիք, մեր արտաքին քաղաքականությունը չի զբաղվում այս հարցերով, որովհետեւ էական քայլեր չի ձեռնարկում եւ հետո նստում են ու լացում են, նվնվում են, թե Վատիկանում, Ադրբեջանը միջոցառում կազմակերպեց։ Եվ այդ նույն լացուկոսը կար Ադրբեջանում 2015 թվականին, երբ որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր հայտնի պատարագի վրա նվիրված հայոց ցեղասպանությանը։ Ոնց է ստացվում, որ այն ժամանակ այսպիսի պատարագ ստացվում էր անել, նշանակում է, որ պետության ուշադրությունը կենտրոնացված էր գործեր արվում Սուրբ Աթոռի վրա։ Հիմա դե անկախ նրանից ոնց ենք վերաբերում Սերժ Սարգսյանի իշխանությանը, բայց եղել է չէ այդ պատարագը։ Այդ պատարագը ազդեցիկ նաև քաղաքական ենթատեքստեր ուներ, չէ։ Այո։ Եվ այլն, սա կարող ենք շարքը շարունակել։ Այսինքն այդ իշխանությունը ուներ հետաքրքրություն եւ կենտրոնացած էր Վատիկանյան ուղղությամբ, գործեր անում։ Թողնենք մի կողմ, միգուցե եղել են թերացումներ, միգուցե շատ լավ բաներ եղել, բայց կար, բայց հիմա այս իշխանության նախընտրությունները արտաքին քաղաքական մենք չենք տեսնում։ Որտեղ են գործանում, կա իմանաս։ Ասենք լավ Վատիկանում չեն, որտեղ են գործանում։ Ես հիմա ասեմ, մի բան ասեմ ու դուք շարունակեք, Հայաստանի արտգործնախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը օրը մեջ, չգիտեմ, հանդիպում են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բալթյան երկրներում մեր գործերը լավ է։ Լեհաստանի, չգիտեմ, միգուցե նաև այլ եվրոպական երկրների շատ լավ է։ Դրանք են կարևոր ուղղություններ, բայց ես այլ ինչ-որ առաջնահերթություններ, այլ հնարամիտ ճկուն քայլեր եւ համակարգային քաղաքականություն ի վերջո չեմ տեսնում։